Չեմ լսում իվոտներ կոտրած ավուրնը երեխեք ջան հայ կնանիքը Ռասինիչկա այն ադյալ են գծում կմակներուն կնով վեկենում տանք բանին դարո գլխիտ տեմ տալայ դավո չեմ եղկես բալա ջան Ռուս կնանիքը սենց գործեր չեն Աղջի ռադարա ադյալա գծում ասոր հանում եք ուզ դեն գծում կնım խանութը մտտım մի ադյալ էլ առնում Ռուս կանանց անտեղաշոր կյանքը տեսել է Արևտատն ու երեսը պոկելով տուն ընկել, որտեղ 30 ձեռք տեղաշորը ծալած դասած է։ Շատերը ոսկի են հավաքում, ոմանք փող, իսկ Արևտատը տարիներով տեղաշոր է հավաքել, որով էլ հիմա հպարտանում է։ Կարող ա ուզում ես մեջին քնես, ոչ մի անգամ։ Ես իմ թորներ հիմա։ Մերի ջան։ Մենանք ուժը տեղն է Վայ ոնց է։ Խի բանը ձյաշավ եմ գնը որ սպորտն ես։ Ուժը ստեղն ազիզ ջան։ Ինձնից պահում են որ ուժը ստեղից ավելա։ Ջաղացս մանիր անուշ քունս կտանի իմ բալեքս հանադում չոլում իմ քունվոց կտանի իմ բալեքս հանադում չոլում իմ քունվոց կտանի Ay bağmançı, bağıd bağız, nımançı, harsdu akçı, şatem tesel, meknim balenoz, nımançın, cahil tığık, şatem tesel, voç meknim sanveliz, Նմանչի Ամբողջ ձմեռ Արևի տունը կողպած էր ինքն էլ 99-ին մոտ Մոսկվաների ճամփեքին։ Վերադարձել է տեսել նոր տերերը անտերկրծողները մի քանի ձեռք տեղաշորը շարքից հանել են։ Ինքն էլ վնասատուների հախից ոնց ասում են եկել է, հետո անցել փրկված բրդի լվացման գործին։ Հիմա էլ փռել է Արևին ու ճիպոտի ամենզարկով փուչփուչացնում է շուռուման տալիս ձեռքի հետ էլ գովաբանում թորներին, որ ամեն տարի աշնանն իրեն տանում են Ռուսաստան։ Կանան վերջին ետ ճանապարհում դեպի գյուղ։ Ամեն անգամ գալիս է մի մեծ ճամպրուկով, մեջը շորեր, քաղցրավենիք, մանր մուներ նվերներ, իսկ ամենակարևորը մի ամբողջ կապոց պատմություններ ու հիշողություններ։ Ֆիզիկապես այնտեղ է լինում, բայց սիրտն ու միտքը գյուղում, հետո գալիս է գյուղ, նստում իր բակում, բայց արդեն մտքով նրանց կողքին է։ Ես ապրել եմ ռեստորաններով, ճաշարաններով, համերգներով, լողավազաններով, ծովափներով Գոյ իմ թորներիցս, իմ Արտուր, Իսահակ, Գևոր, Սուսան, Ալինա, երկու ծորնիկիցս, մի տղավն եմ Լիպեցկա, նրան էլ իր ընտանիքից շատ գոն։ Եկել եմ լվացել, մաքրել, ամեն ինչ արել, նորել, հաներնել, նորել, վերմակի տարածքները, բան ամեն ինչը։ Հիմա էլ կարում եմ, որ իմ երեխեք ամառա դաչա կգան մի քանի օրով ինչ կլի Փուչ կքնեն իրանց վերմակների մեջ, իրատանց մեջ են, հայության մեջ, իրանք հայերին շատ են սիրում, մենք հայացք սիրող մարդիկ ենք։ Այսպես երեխան է, դու չի առաջին դու չես կնի հարսը թորը, գնա բանիդ։ Բանի սենց չարչարանքը լավ է, հեսա Վայ, լասի, չարչարանքը լավ է, Մոսկվան հետ է սարքել։ Չէ, կամ դու քուտունը մի անգամից ես սարքում, վերանորոգ քրելով, ամեն ինչ անելով, կարգավորելով, որ հայ կին ես, օջախ ունենաս։ Ես այս տարի 76 տարի սեսա կլռանա, բայց ձգտում եմ, որ մի բան էլ մինուսկային տանը ստեղծեմ վերանորոգ կառուցեմ։ Արևը դեռ ջահել ու սիրուն օրերից է այսպիսին եղել, ճարպիկ, ձեռքի շնորհքով, մաքրասեր, իսկական ծիպիկ հարս։ Նրա լվացքս կեսուրի պարծանքներ, իսկ արթուկած, կոկիկ ծալած ու ծայրը ծայրին դրած սպիտակ եղենով դարակները գյուղի խոսք ու զրույցի թեմա։ Այդպիսի հարս է եղել Արևը, այդպիսին էլ մնացել է։ Տարիները մազերին ճերմակություն են տվել, բայց չեն կարողացել փոխել նրա կոկիկությունն ու աշխատասիրությունը։ Այսօր էլ արդեն տատիկ դարձած նույն նվիրումով է տունը շեմ պահում ու իր ձեռքի ջերմությունը փոխանցում բոլորին։ Իմ երեխեքը գալիս են Երևանից իմ տունից, ինչ մինիստրն են գալի։ Տեղերը գծում են, պոլերից հետ, վերմակը գծամ, փռամ, պարկամ, հանգստանամ, վայելում ու գնում։ Դրանց գնալուց հետո էլ ես եմ անում։ Ճիպխում, մարկը
Մայրիմ սուրբ ու բարի իմ կյանքից վեհություն քո ձեռքի տակ ապրած զավակնիր կյանքում չի տեսնիլ դառնություն ասում են թե նա մայր չունի ով մայրական քնքշանք չի տեսել նա որփե մեծացել ով մայրական ծեծից չի լացել նա որփե մեծացել մայրիմ սուրբ ու բարի իմ կյանքից վեհություն քո ձեռքի տակ ապրած զավակնիր կյանքում չի տեսնիլ դառնություն ճիշտ է բանաստեղծը ճիշտ է գրել երեխային պետքա ծնողով մեծանա այն տարիքին ասի որ ինքը կարա ինքը իրան ղեկավարի բայց դարձյալ ծնողա պետքա 5-6 ժամ այս գործով զբաղվել եմ բասեղը կարող տամ կալտե մեծ վերմակա դվուխի վերմակա սա 3 ժամ պետք է տևի կարող այսօր չավարտեմ ների ոչ ուժսել երկար նսեմ շարունակությունը վաղն անեմ աղջիկ ջան Այդ տարիքում կարում ես ով թե կարելիս վայ քո խեղճը չտան այ բալա ջան Ոնց է տենց առողջ մնացել ինձ առողջ պահելա իմ աղջիկը իմ տղեն իմ թորները Արևը մեր ամենահավատարիմ հետևորդներից է, հազար ու մի անգամ տեսել է, թե ինչպես են կանայք, հատկապես իր նման կոկիկ ու մաքրասերները հպարտությամբ ցուցադրում իրենց արած դրածը, փայլեցրած տունն ու խնամված անկյունները, ու մտածում է, ինչու ինքը հետ մնա։ Օրենքը բոլորի համար է, եթե ցուցադրում են, ուրեմն ինքն էլ պիտի ցուցադրի, քանի որ հենց ինքը ցուցադրելու բան ունի։ Ահա եւ բացում է իր օժիտի պահարանը սպիտակ եղենը ծալած, դարակները կարգով շարքով դարսված։ Հետո անցնում է հյուրասենյակ, որտեղ տատի օժիտն է։ Ճիշտ է, մահճակալը ժամանակին սկեսրայրի ձեռքի գործն է եղել, բայց ինչպես Արևն է սիրում ամեն անգամ հպարտությամբ հիշեցնել, մահճակալի մատերիալը, այսինքն փայտը հայրն է տվել։ Երեք չարաճորն ես մեր հարևանն եկել ասավ այ կնիկ այս տարի արի տուն մտի ասավ այս տարիքի կնիկա այսքան կուլտուրական կլի որ դու ես Ես ինչ ես այլ, ասի, իշտ եմ անում, եկել եմ, դիղաշորեղեն ես կներես, սարքել, շինել, որ երեխեքը զգան, փուչ քնեն, վեր կենան, արտանան։ Սրանք լվացած է։ Լվացել եմ, եկել եմ սաղ լվացել, մաքրել, բա չէ, ամսի 5-ին եմ եկել։ Հա, այս սիրուն տեղաշորը հավաք հա։ Էդ էր պակաս իմ տունը։ Ես էլ իմ աղջկա լեննականից բերած ինքը, որ տունը վարձով տվոց, Մոսկվա գնացին։ Ես էլ իրա վերմակնինա, տեղաշորնա, դելա իրա հայրական տուն, արի, ես էլ մի տունը սազի ջան, ես էլ իմ տունը, ես էլ, երեք սոր մեր հարևանին սուրջի հարավիրել, ասավ այ վերանազը ոչ, էդ ինչ հակու բաների հալա, քու սենյակի ունեցվածքի հալը, քու պահարանի, Մաքուր, սիրուն, դասավոր կարողա պատահի, տենց բան գոյություն չունի, այն միտն էլ մոռացած ցույց տամ, կարող ես։ Այս է շորերը։ Շոզը կախած չորերը սա։ Ես էլ իմ ննջակ սենյակը, կարող եք շատ կներեք, բայց որ օրենքա գրվում է, ցույց ենք տալի ամեն ինչը։ Եթե օրենքը եղավ, ես եմ քնում, այն էլ տելևիզորս, տես։ Ես էլ իմ պատուհաններ ամեն ինչը, ես։ Ես էլ ես ամանեղեն ես կարող ես նայել։ Այն ժամանակ ես թանկ բաներ տա։ Շատ։ Ես էլ ամանեղեն է տղա ջան։ Սաղ դու ես անում։ Ես էլ ամանեղեն է, ես էլ ալյուրը, ես էլ իտ մեր ամեն ինչը, արի, ես էլ իմ սարնանը, արի, Քաղաքից եկել ես ու լծրես առնա։ բա ոնց, ամիսը երշիկ եղին ամեն մի որ երշիկ անենք ուտեք, որը խաշենք, որը յպենք, Տնական մի բան կսարքես, լատեն։ սարքենք, միսը, տավարի միսը տայից, Այ կուշտի, չէ։ բա ինչ, Լաստի տենանք ինչ ունես։ ըստեղ ասեմ,
Այդ ձունա, այդ պամիդորա, սիբարուկա հատած կլի հատածա, էվաղը չեմի սորը գնալտեմ, քիչացիլա, պան իրա, բոչկե կմնա պատվալամա, առել եմ, պան, արի, Հոգե պահուստը տեսա է ցույց տալի։ Չէ, ես իմ կնիգրիլերն եմ ցույց տալի, համի դու տես, ֆոնի մուրաբաչուն ես լամ տանես ազես, Չէ, չեմ ուտում, տատ, ապրես։ դավո դու, ես մտի կարա, ես մուրաբաներին, Էսել, սայ էսել թորներս, անցյալ տարի իմ ծնունդին բերել են, այն թանկ 200,000 դրամանոց աման եղինա, Էսել, նայ, պարավտատիկի տունա, Էսել, պարավտատիկի տունա, Արևը պատահական տատ չէ, պատասխանատու պաշտոններ է ունեցել, եղել է լաբորատորիայի վարիչ, ղեկավարել է նաև փոստի բաժանմունքը։ Ու երբ ասում է կարդացած աղջիկ եմ, դա պարզապես կատակ չէ, այլ իրանց այդ ճանապարհի համեստ ամփոփումը։ Հայրն էլ երկար տարիներ եղել է Քարինջի գյուղապետը, հարված ու հեղինակավոր մարդ, որի մասին պատմությունները գյուղում մինչ օրս են շրջում։ Ասում են նրա անունն ու համբավը հասել էին ոչ ավել, ոչ պակաս, քան ընկեր Ստալինին։ Առաջի պարտ սովորելա իմ պապան, դսեղի դպրոց ավարտելա, պապայս ուղարկել են Բաքվի պարտ դպրոցը, դսեղից մի մարդ հետ ավարտելա պարտ դպրոցը, եկը նշանակել են գյուղապետ ես գյուղում, գյուղը փոքրալ էլ, ստեղից ընդեղից հավաքած եկած մարդիկ են լել, վերջը որպես գրագետ, պապիկս, հորս պապա, իրա թորանը պապայից տվել են գյուղապետ, ինքն էլ դե արդեն պարտ դպրոցն ավարտել է բան, տվել են գյուղապետ, ստեղ ցանելիս ալ ստեղ տուն տեղ չի եղել, ես խանութի կողին քանդված շենքը իմ պապայի տունն է, Խարսից եկած Թորոսյանի տունն է, որ սովորում ավարտեմ գալի նշանակում են գյուղապետ, արդեն ստեղ լրիվ ցորենի դաշտեր, թութունի դաշտեր ա եղել, ամեն ինչ ճակնդեղի Սեմուչկի, ամեն ինչ էդ սուկ էդ եդ վնասատալի հա, ցանել ամեն ինչ, Ստալինը տելա, որ ալավերդու շրջանը մենակ էզմի գյուղապետն է, որ պլանակատան պետությանը ցորենա տալի, ամեն ինչ տալիս է պետության, Ստալինը 40 քանի 3 թվին, պապայից կանչում է Մոսկվա, Թորոսյան, Պետրոս Հարությունի պապայից ազգանունը, Մոսկվային պապայիսնա գրպանի ժամացույց, արծաթի մաքուր, կլոր ժամացույց էր, արծաթի ցեպով գրպանը դրած, ու լայկա կուրտկասեի երկար, պապայիս հագցնում, առնում, հագցնում, դե նվեր արտալի, պապաս էլ ինքը հերոսի կոչումով եկել է Մոսկվա Ռուսաստանի պատերազմից, որ պապաս եկել են ասին տանենք էլ երիտասարդներին տանենք այդ Ռուսի ու Ամերիկայի կռի, Գերմանիայի կռի վաղտո, այդ 44 թվին Գերմանիայի հետալ է ռուսու կռիվա, ես չեմ գիտեմ ասա, պապաս տալիս չիլել երեխեքին ջահել, ասելա նոր եկած, մի բուր հայտ երեխեք կան, մեկ եսեղեք ամեն մի պետությունից փախած ծնողների զավակներին, մինչև 20 տարեկան մեղքը չեն, որ ես երեխեքին մենք տանք, համի որ գնաց գյուղա մեջ, 120 հատ իմ պապայի նախագահ, որ տալիս չիրել էտ երեխեքին, որ գնաց զով են գերմանացումա, պապայից գյուղից աթուն են ասում, բաղվան, մի շուգ հայտնım ասում այդ մարդը թույլ չի տալի, որ գնան պատերազմը, պապայից ուղարկում են 44 վերջերին պատերազմը, որ գնաց զովի բալի չգա, ինքը շամպես իրան տվին սպանեցին այդ մարդին, պապաս գնում է հերոսի մեդալով գալիս է Ձաղիձոր, արդեն մամաս գնացած արել ընտանիքով, տատիս պապիսի Ձաղիձոր, պապաս էլ գալիս են դե ապրում ենք, նորից եկան կանչեցին նախագահ, պապաս ասավ այլևս ես գնալ չեմ։ Արևտատը երիտասարդ տարիներին ամեն ինչում առաջավորներից է եղել, սպորտսմենուհի, գեղեցկուհի, երգող ասմունքով, ձեռքի շնորհքով ու եռանդով իսկական բազմատաղանդ աղջիկ։ Գործանից եթե եկել են ժողովանելու Ձաղիձորի այդ կուլտուրայի տանը, ասել են Պետրոս աղջկանդ բեր մեզ հետդ գալիս ժողովի։ Ինձ տարել են, ես որը խաղաղության կոնգրեսներ մեզ Պրագայում գեղեցիկ և բեմ ելավ մեզ ողջունեց 6 տարեկան մի աղջիկ, ասաց, քերի չունեմ ես հայր, սպանված են աթենգում
ես տիկրիկիս եւ ինձ համար խաղաղություն եմ ուզում։ Ասեց ապենտալուր խանմեն, որ այդ տարիքի աղջկին ես այդքան բաները արտասանում եմ։ Երկն էլ լավ էր, բախի երկչուհից դառար։ Պապաս ասեմ, պապայիս հրոխպուր տղերք այդ հարսվից եկած տղաները ասել են ըստեղ երկշույները եսի մի չեն դառնում, դե թե չէ մի չեն դառնում։ Հա։ Պապաս ինքը խիզդ մարդ էր։ Նա որ սենա էր մենք ամեն երեկո ասեր երկի աղջիկ ջան, երկի, ասե 6 երեխա եկա մեկին էր երկացու, ասե բոլորն էր երկին, բայց աղջիկ ջան, իման իսկական ջուլետ է, բայց արև են ասել, փոքր ժամանակից շատ սիրուն աղջիկ եմ լել։ Հա, ասել են արևը բրախլիս ջուլետ դրել արեխյանը։ Այդքան մենակ մի օր ասի պապերի կարթե գլուխս գնում ենքան երեխեն քյուրփա։ Էսիս խփեց, լացել եկա վարակորի հետևն անցկաց եկա պատճեց արի աղջի ժան, որ սիրում եմ երկին չանի։ Ալավերդի ես ասեմ, սպորտի առաջին եմ եղել, թեթև ատլետիկա, գունդը, շպրտել եմ։ Այսինքն սպորտսմենուհի։ Սպորտ ես վոլեյբոլի, բասկետբոլի։ Գնացել ենք դսեղ աղջիկ ջան։ Դսեղում վոլեյբոլում ես ելել եմ միշտ կենտրոնում ու կամ պադաչ տվող այսինց։ Հասել ենք դսեղեցիկ 13 մեր Եղինյան Ռաֆիկ էր էլ Շամուլ ասեն ավելանում Եղինյան էր ազգը մեր սպորտի դասատուն վայ սևացել էր ասին գեր Եղինյան մի սևանալ էսը հասնում է պադաչ հասա պադաչը տվի 13-ը շվված զոր դաթարեն ասի ոչ բասրան գյուղացիներ են տրեղ կունենան իրանց գրկատան էլ կտանք տես որ դասան եմ բայց այդ բարերը հիշել եմ ասել ուղեղ եմ ունեցել 13-15 տվին գուրրոտալու ծորագեսի հետ ճանապարհներով ոտներով եկան գնացինք Ալավերդի էլ գնացինք բասկետբոլի ես մեր դասատուն Թորոսյան հայատալի որ ես հասնեմ կենտրոն որ խփեմ գոլը այնա որ շատ վերջը հաղթեց Սաղիձորը Օձունին ու Ալավերդուն Արև տատը հազիվ է մի բան նստում ու երիտասարդ տարիները հիշում եք էլ հանկարծ հիշում է հյուրասիրության մասին։ Հիշողությունները մի կողմ է դնում ուղիղ սառնարանի մոտ գնում անրակրկիտ տնտղում պարունակությունն ու արագ որոշում կայացնում այսօր ձվածեղ կլինի, որովհետև միսը դեռ սառած է։ Մի քանի րոպե անց խոհանոցում արդեն գործն է եռում իսկ սեղանի շուրջ զրույցը ու ինչպես միշտ Արևի ամենալավ համեմունքը մնում է իրանուշ ձայնը։ Ձվածեղը կարող է պարզ լինել, բայց նրա պատմություններն ու խոսքը ցանկացած հյուրասիրություն դարձնում են լիքը ջերմ ու հիշվող։ Լակացի ուտելիքի եմ վազում տենը միշտ էլ սարքի դու ուտելիքն է տակշկրամ գոնալ երշիկների ցանենք Սարի ճամփեն ալու ալվան այս լավորը շարվի շարան Սարի ճամփեն ալու ալվան այս լավորը շարվի շարան ըշտապում եմ բարբրնելու ծաղկած սարի բարձր լերան բարեկողքո ջանին մերնեմ հավասուքո ցավը տանեմ Բալիս համար սերեմ քաշել սարի սոնվոր ջանիտ գուրբան Բալիս համար սերեմ քաշել սարի սոնվոր ջանիտ գուրբան երիկա տղա ջաներ եկել Արև տատ Ազիզ դու ես տուն ես եկել Դու ջուլետայի Թորոսը բալաջան Միք վաջահելներին հավանում ես տա Չէ Էրմին է իմ թորանքնիկը լենականի աղջիկա Olmaz Ոչ ծնվելա ոչ կծնվի նման աղջիկ գողություն չի ունենալ Բայց ավելի լավն են էլի հմիկ վաջահելները քան ձեր վախտը Ընդհակառակը Չես որ քսում եք բանեկանում հետ Մի կես օր ես երկրորդ տելևիզորով գիտես ինչ ասավասա հարս եկավ պաչեցի բայց չգիտեմ իրան պաչեցի թե այդ կրեմներին լսում ես
Այդ սիրուն չէ։ Մեր բնական երևույթալու մեր ամեն ինչը։ Դուք սկսվել չէ ջահել վաղ։ Չէ։ Ես մեր հարևանի հարսանիքն էր։ Ես էլ դպրոցի բուֆետչիկն էի։ Արդեն մենք էլ ենք հրավիրված, որ պետք է հարսանիքը մասնակցենք։ Ես իրանց բարեկամ երեխին ուղարկում ասում, այս կնիկը չեկա, դե դպրոցի բուֆետչիկի երեխեքին սնունդ միավորում ենք տալի դեզ իրենք անեմ։ Ոնց պետք է ես վեգենամ շուտ գամ։ Եկա, այս հարևանուհիս շատ սև կնիկ էր, մուր։ Էնա թե աղջիկս էլ փուճուր աղջիկա 67 թիվա Սուսանս։ Ասա վարի Սուսանի ձեզկի պրինցիպ կնկա, հետ չեմ մոռանում։ Ասա աղջի ինչ ես ան, թերես ես կսեմ։ Յող չեսից ես ընդով ենքան սպիտակ աղջիկը, ինչ տեսնված։ Աղջի ասեցի, այդ պրինցիպ կեն կսիլ տեզ, նա տոտուզն եմ կսեմ, քոլերես տես կսեմ։ Ասա վա ինչ անիք, բամբակով կսեմ ես շպրտամ, դեր չը։ Հատա ինձ հարի, մեկ էլ տիամ ուսենս տուն մտավ։ Ասա վես ինչ սանում արիվ։ Ասի դե միրուշը կշեց, այդ կնգանումը միրուշ էր, նալբանդեց էր։ Ասեցի դե այդ կնիկը կսվեց ինձ, ես էլ ուզեցի կսեմ, աղջ ասա քորես սպիտակ, ծրնգան կնիկից, դու նրա հետ ինչ գործ ունես, որ դու նրա կսելը համել դու ես կսեմ։ Ասի արա ես իմ սենիկ, դե սենիկ էր անունը, ես իմ, դեր չը։ Իմ ամուսինը վրից նեղացավ, ասա վես հադաղ սրբեր ես էդ։ Հա, սիրել չի, որ կսվել։ Մենք չեմ կսիրել։ Սենիկը գեղեցկուհի Արևին հենց այնպես չէր սիրում էր նրան այնպիսին, ինչպիսին կար, բնական, առանց քսվելու, առանց ավել պակասի։ Բայց մի բան կար, որ Սենիկի սրտին մի քիչ չէր նստում, Արևի սերն էր Սարու Չոլի հանդեպ։ Որտեղ մի քիչ ազատություն էր զգում, ձայնը գցում էր գլուխը ու սարերն էլ դառնում էին բեմը։ Սենիկը երբեմն փորձում էր մեղմ ակնարկ անել, թե ձայնդ գլուխդ մի գցի, բայց Արևն այդ հարցում ենթարկվողներից չէր, ու այդպես էլ մնաց Սենիկը սիրեց նրա գեղեցկությունը, իսկ Արևն իր ազատությունը։ Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերտան Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերտան Ինչպես ուղտեր շար վեշարան կուգան ու կերտան Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերտան վհատելու չէ վերջ կունենա կուգալու կերտան Սեղանը համարյա բացված է, պակասում է միայն տատի դրած քոլի թթուն, որ եկել չի եկել, դրել է, մնում է ու տող լինի, ասում եմ։ Այ լոդար Վայ, Հերմինե գնա թթրյամանը սեղանի վրա բիելի Վայ, կներես ազիս, հա ինչ անեմ, երեխ ես էլի գնա Դրի որ գամբի թուն հանեմ Են մեծ ամանը Բալաջ Կա կալել թե ելեցնիլ Տանեմ Դրել եմ ասնի Մկները լրի բաները կերել են Որը կապրոնի ալել Այդ կապրոնի բաների կրծորելու լապել Կամպոտ մուրաբադեզեն Բալաջան ես էլ իմ բաղչի ֆոնի մուրաբեն Հաջան Ես էլ կակալ հերմին է Տար ես էլ բացանիկ կակալ Ձմրվա մադրել եմ ասնի Ինչից ես չուր ասիրեմ Անունս մոռանում ես, այդ տատ, մերի անուն Մեր եծը չեմ մոռանում Ես ամեն զամանը սեղանի դվրի Մենք չի Դե ոչինչ դրանով է Ոչինչ Հարիլա Մերի Դու միտես ասում ես ջայլը Քանի Բերանը բազ մարլեն դրած ճիշտ է Քանի շպիլ կակա դրած Ես էլ պաներս Ես սուտխոս հետ էլ էդ
Կարաս մի կեղտոտ բան գդրես, Ստեփան գոթին չունի։ Բա, կնի կենելի տղամ արդեն զբաղացնում։ Իշտ եմ ասում։ Էս ինչ թթու է դա։ Իցկոտ։ Մի բաղջես քաղաց իցկոտի թթուն։ Ես ամեն ձե փոքր ես բերել։ Իմ երախուսնա չէ։ Հա։ Ջեբիսա։ Ես ագնակ աղջիկս ասան ուրիշոք, կամ տղեսա կամ աղջիկս։ Սեղանը բացում է տատն ու հիշում, որ իր վաղամեռիկ ամուսինը Սենիկը անցնողը շինել, ոնց ասում են հաց երկանչում։ Այդպես եկել է, այդպես էլ հիմա է։ Երեք արխին։ Եթե ես նախ իմ տունը ուզում ագ իմ տունը կա, ես չեմ կարծխում իմ պահին, ոչ։ Բարակ չեմ աշոկին թախտինում անկտրամ, ես չեմ սի։ Գողի չեզրում կծին թե ինչ ամին։ Միշտ էս տենցել է հյուրասեր, տա։ Միր, մեր տունը հրսանքի տուն ալի լազ։ Հրսանքի։ Հաց մեր եղեմ երևի մեր տանման հաստավող չելիլ։ Մենք հյուրասեր մարդիկ ենք կրել, բար հաստխին կեսոր վեոներ սարևորին ասեր ժողովուր թլատեք ինգես ձաղի ձորը քաղաքի պես բանարել, քաղաքավանարել։ Ասել եմ հարսի արած բանը տեհեք, թխած հացը։ Բա, ձուն լվացեք, նոր օգտագործեք։ Տաղաջան։ Սայ, լվացի, արդին կարամ տանեմ ջարդեմ ունի։ Էլա։ Ինչ կարա ալնի, որ չլվանա։ Ասում է գուցե այդ հավի աղիները հիվանդա, բայց դու չգիտես ձերքերը դրանով անում ես ու պատասխանում երեխիդ տալի կամ դու ուտում, բայց այդ հիվանդությունը քո հետ ներսագրեմ սնունդի հետ, ես եմ լսել, ինձ ասող չի լել։ Ես ընդհակառակը բոլորին էլ ասում եմ, դրա մեջ ամեքի տան ձու չեմ ուտում։ Մենակ կխնդրեմ մի գդալ բերես։ Այն դարակիցը մի գդալ, ես լատես ձուն ոնց եմ անում, ես ժողորդին ման ձու չեմ սարքում։ Սոր իմ հարևանուհին ականչել որ կոֆե խմենք մենք Հա, իրատանը։ գնալ տես։ Չի, առավոտը։ Հա։ Առավոտն ասավ գիտեմ որ գազ չունես։ Գազ գյուղում կա, տատն էլ տունը գազիֆիկացրել է, մնում է փորձարկեն, այսօր էգուց են գցում, թարսի նման էլ գազաբալոնը վերջին շնչում է, բայց ձվածեղը պատրաստվում է։ Հեյ կամես։ Յորակ գնամ, չի բալադ։ Մի պավեր քնից, ով մեզ դորեցի, մի պավեր քնից, ով մեզ լորեցի, տես հայրենիքդ անմահ թումանյան, շատ արեր կապրես, դու մեր սրտերում, խոսքի մեծ վարպետ, անմահ թումանյան, շատ արեր կապրես, դու մեր սրտերում, խոսքի մեծ վարպետ, անմահ թումանյան, Ernek dışarıç, zora geçişiniz. Ernek dışarıç, zora geçişiniz. Anku sen utak, inkat kev sarkez. Şadarer kapres. Դու մեր սրտերում, խոսքի մեծ վարպետ, անմահ թումանյան։ Կլի բալաճարը։ Գվազիղը շատ լավ բանա, առազգինի անհամ բանա, տարարարայրարայրարայ, այ դավու։ Հալամ ես ընտիր, աղջիկ ջան, սեբան թեած ես, ընտիր ծվաձեղ են կարել։
քուձերի ոնց կարանտիր չլինի, տաճ ջան։ Պահ։ Այդպես ուրախ երգով, շախով, շուխով սեղան է բացում տատն ու տունը միանգամից լցվում է ջերմությամբ։ Բույրերը խառնվում են ծիծաղին, խոսքը երգին ու ամեն ինչ դառնում է մի տեսակ տոնական առանց տոնի։ Արևն է այդպիսինի շուրջը տոն ու ուրախություն ստեղծող։ Մաղթանքների առատություն է տիրում սեղանի շուրջ, տատն իրանուշ ձայնով խորհուրդ է տալիս լինել բարի, կամեցող, հանդուրժող։ Ասում է միայն այդպես է հնարավոր հաղթել չարին ու վատին, որովհետև բարությունը թեկուզ լուր միշտ իր ճանապարհը գտնում է։ Եվ երբ օրը կամած իր ավարտին է մոտենում, տատը հրաժեշտ է տալիս ոչ թե վերջնական, այլ սպասումով լի։ Ասում է աշունն էլի կգա, իր հետ կբերի նոր հանդիպում։ Կրակը նորից կվառվի այգում, կաթսան կդրվի ու հին սովորության պես օղին էլ իր հերթին կթորվի պատմությունների, հիշողությունների ու ջերմ զրույցների կողքին։ Ու տատին հրաժեշտ չենք տալիս, այլ խոստում նորից հանդիպելու նույն ջերմությամբ, նույն սիրով, արդեն աշնանը։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։